ինքը կրթությունը, հետաքրքրվածությունը, սերը նաև, ու իրա համար ենք սկսում ստեղծել կոնտենտ։ Չգիտեմ, գինու պարագայում արդեն մի քիչ ուղղվածությունը կփոխվի։ Ուղիները եւս կփոխվեն, որտեղ պետք է իրա մասին հրապարակումներ լինեն։ Ոնց որ հարցեր չունենք, կամ ամեն ինչ շատ հասկանալի է, կամ ամեն ինչ շատ հələ մշուշոտ է content marketing-ի վերաբերյալ։ Կուզենամ հիմա ձեր բրենդները, չգիտեմ, դուք հարցեր տաք, օրինակներ բերենք յուրաքանչյուրի ընկերության վերաբերյալ, կարանք քննարկումներ անենք, թե ովքեր են ձեր նպատակային լսարանները, հարցեր դուրս հանենք, ինչի շուրջ դուք արդեն ձեզ կօգնի, որ կազմեք ռազմավարություն։ Այո, Կարող եմ ես խոսել։ Այո, երբ է։ Ես խոսեմ, թե ուրիշ է։ Այո, ասեք։ Հիմա իմը ներկայումս փայտամշակումն է, ու ես տարածքում ամառանոցային տարածք է հիմա մեր այստեղ, որտեղ ապրում եմ, Բյուրեղավան, Նուռնուսի ամառանոցներում։ Հաճախորդներս Նուռնուսի այդ ամառանոցի տերերն են, էլի այդ ամառանոցային գույքը։ Իրանց էլ այդ գույքը անհրաժեշտ է։ Տարածքում չկա այդ նման գործունեությունով զբաղվող։ Ռեստավրացիա եմ անում, հետո զրոյից եմ կառուցում, փոքր բնակներ, փոքր տենց ամառանոցային պարագաներ էլի հիմնականում։ Հիմա իմ հաճախորդներս տարիքային էլ պետք է նշեմ, ինչ տարիքային, ասենք խառն են, ես տարիքային տենց չեմ կարող որոշեմ։ Ձերը կլինի նրանք, ովքեր ունեն, ասենք, ամառանոցներ, չէ՞ Աննա։ Եվ կամ այս պահին իրանք տունը վերանորոգման գործ են սկսել, այսինքն ուզում են վերանորոգման պարագաներ առնել կամ բան։ Լինում է կինն է պատվիրում, ամուսինն է պատվիրում, լինում է տենց մեծահասակ, երիտասարդ, բայց ասենք երեխաներ չէ։ Ձեր կահույքը միայն պատվերով են իրականացնելու։ Հա։ Շոփ չկա, որտեղ դուք պատրաստի վաճառում եք։ Ես դեռ չեմ կարող հասցնեմ։ Հա, այսինքն ձեր նպատակն է հնարավորինս շատ պատվերների գրանցումը։ Հա, պատվերով է ու անհատական մեկ հետ։ Հա, ու ձեր բրենդ ու ձեր հաջորդ նպատակը կարա լինի ձեր ընկերության բրենդի տարածումը։ Հաջորդ քայլով, ինչ դուք կարաք անեք, դա Facebook, Instagram հարթակների ակտիվացումն է։ Կարաք ճանապարհին, տենց փայտից սիրում պատրաստել եմ։ Հա, հաջորդը դա է ասելու, տպագրական նյութերի տարածումը։ Հետո այս տարածքում տենց գիտեն էլի ճանաչում են երևի իրար, մեկը մյուսին ասելով բան են անում, էլի, ոնց ասեմ, կա այդ։ Հա, դա կոչվում է սարաֆանային ռադիո, երբ որ ձեր բրենդի մասին բերանացի են փոխանցում ինֆորմացիան, սա սարաֆանային ռադիոն է։ Եթե օրինակ ինտերնետով փորձել եմ, գովազդներ եմ դրել, ինձ զանգում են տարբեր շրջաններից, տարբեր տեղերից, Երևանից, թեկուզ մարզերից, ինչ որ պատվեր են անում, չեմ կարող, ես ֆիզիկապես չեմ կարող, օրինակ գնամ աշտարակ ինչ որ բան ուտել։ Իմ համար ստեղ կա էլի էս պահանջարկը, ստեղ կա, ստեղ եմ անում։ Ստեղ էլ հենց է գովազդները, տեսնում են, գիտեմ մեկը մյուսին ասելով, բայց համակարգ իրենց on-line, եթե ես ինչ որ բան եմ ստեղծում, ունեմ չնայած, ոստով եմ ասել ավելի շատ բան է էլի առաջացնում, խոչընդոտում այն գործին։ Հասկանալի, այսինքն ձեր մասին ինֆորմացիան արդեն տարածված է, պահանջարկը ավելի շատ է, քան թե առաջարկը։ Գիտեք ոնց է, եթե ասենք կարողանամ պատրաստել սերին էլի, սենց ինչ որ մի նստարանի ձև ու 100 հատ պատրաստեմ, այդ դեպքում իհարկե շատ
պետք է արդեն on-line տենց գովազդներ, բան ամեն ինչ, բայց այս պահին, որ անհատական պատվերով է, դες ճիշտ չէ, ես գնամ հասնեմ Մասիսի մի գյուղ, ինչ որ պատվեր վերցնեմ, դեռ չափումներ անեմ, հետո հետ գամ ստեղ պատրաստեմ, հետո տանեմ տեղադրեմ։ Հասկացաք ինչ եմ ուզում ասեմ։ Ես հասկացա ձեզ։ Իմը ստեղ այս տարածքի հետ։ Ասանի Facebook-յան էջը։ Ես իսվեցի Աննա ջան, Մեսիս կահույք։ Գտնում եմ այնտեղ Facebook-յան է։ Իմ ավելի շատ TikTok-ում է, այդ նույն անունով TikTok-ում ունեմ էջ բացած։ Հիմա որպեսզի դուք այդ ձեր ասած քանակային 100 հատ աթոռը վաճառելու համար դուք կարող եք տեղադրել ձեր ստեղծած մոդելի նկարը, հայտարարությունը Facebook-յան կամ TikTok-ում կամ Facebook-ում եւ այլն, տեղադրում եք հայտարարությունը ու հենց կենտրոնացնում եք ամբողջ ձեր արշավը տվյալ ապրանքի վրա։ Այսինքն պատվիրեք X աթոռը զանգահարելով նշված համարով։ Պատվերը պատրաստ կլինի պայմանական 10 օրից։ Այս եղանակով դուք կարող ամբողջ ձեր ռեսուրսը կենտրոնացնեք մի ապրանքի վրա։ Այսինքն դուք պետք է աշխատեք կետային մեկ ապրանքի ուղղությամբ կամ չգիտեմ, քանի ապրանք որ ունեք, ուզում եք կոնկրետ այդ ապրանքները վաճառեք, որովհետև դա ձեզ համար ավելի պրիորիտետ է, նույն լինիայից վաճառել, քան նորը ստեղծել, դուք պետք է կենտրոնացնեք մարդկանց հենց այդ ապրանքի վրա, անընդհատ ձեր կոնտենտը պետք է տվյալ ապրանքների շուրջ պտտվի։ Այնքան ինչքան որ դուք կհամարեք, որ արդեն բավական է, ուզում եմ նոր պատվեր վերցնեմ, այդ ժամանակ արդեն կշեղվեք ձեր կոնտենտից։ Ձեր կոնտենտ ռազմավարությունը պետք է այդ ապրանքների շուրջ լինի։ Ու հստակ պետք է նշեք, թե քանի օրից պատրաստ կլինի։ Իմ համար դենց ավելի հեշտ կլինի, ճիշտն ասած, բայց դեպքում արդեն ինձ տարածքապետ, մեծ տարածքապետ, որ կարողանամ այս պահին չկա այդ տարածքը, դրա համար նախընտրել եմ այս տարբերակը, բայց հետագայում պլաններ ունեմ, որ տեղ եմ ճարել արդեն, եթե թղթաբանությունը բանը սաղ եղավ, արդեն այդ ձև եմ աշխատելու, սերին է, էլի, սենց որ բան եմ ընտրելու ու դրա վրա աշխատել ավելի զարգացնեմ, տենց ավելի հեշտ է, էլի, նույնիսկ, ասենք 100 հատ պատրաստես, քան մի օր մի հատ աթոռ, մի օր մի հատ սևա, մի օր մի հատ մեղվի փեթակ, այդ ավելի շատ բաների վրա է, չափների վրա է ժամանակ կորցնում։ Տվյալ պարագայում, ոնց ասեցի, արդեն պետք է ձեր կոնտենտը հստակ կառուցված լինի տվյալ ապրանքների վրա։ Հնարավոր է դուք գրեք պատվերով կահույք, ամառանոցային պատվերով կահույք, մարդիկ կընտրեն իրանց ուզած կահույքը կուղարկեն, որ դուք սարքեք։ Երբ որ դուք հստակ ապրանք հրապարակեք, որ հստակ այս ապրանքն են վաճառում, դուք իրանց կուղղորդեք այդ ապրանքի վրա։ Վարդան, մի բան ասեմ ձեզ։ Կարամ ես մի հատ ձեզ մի բան հարցնեմ։ Դուք այս պահին ունեք որևէ, բացի ռեստավրացիան ուրիշ հարց, որտեղ ռեստավրացիան ուրիշի կահույքը դուք պետքա վերանորոգեք։ Դուք օրինակ դրանց համար կոնտենտը տարբեր կլինի, բայց ես կարծում եմ, իմ կարծիքն է, քանի դեռ դուք դեռ բիզնեսը չեք բացել, օրինակ ես մտածում եմ, չէ՞, եթե այդ բիզնեսը դուք բացեք, օրինակի համար կամ ինչ անեք, մինչև այդ ձեր ապրանքի, տեսականու, ամեն ինչի ցուցադրումը կարող եք դնել ինտերնետում, որտեղ ես օրինակ հիմա Մեսիս կահույք կամ որոնում եմ էլի մեջը, կամ ռեստավրացիա, կահույքի ռեստավրացիա, ոչ մի անգամ ձեզ չեմ տեսնում։ Հիմա այն ինչ որ Աննան բացատրեց, դա կարող է գործող բիզնեսի համար լինի, բայց կարող է լինի մի բիզնեսի համար նախորոք դուք լցնեք ինֆորմացիան, որ դուք արդեն տեսանելի լինեք, որովհետև պարտադիր չի մի անգամից դուք ստանաք պատվեր, դուք ստանում եք ընթացքում ձեր տեսանելիության բարձրացումը։ Երբ որ մարդիկ կսկսեն ձեզ գրել, ես ասեմ, օրինակ սրանից 2 տարի առաջ մի հատ վեբսայթ սարքեցինք, մեջը ապրանքներ էինք լցրել, այս տարի անընդհատ պատվեր է գալիս, բայց մենք դա ուղղակի փորձնական արել էինք, դրա վրա չենք էլ աշխատել, մարքեթինգ չենք արել, բայց ինչ է կատարվում, Վարդան ջան, ու բոլորից համար։ Մենք դա անում ենք հիմա,
արդյունքը լինում է հետո, մարքեթինգը տենց միանգամից չի լինում, կարող է վաճառքը, եթե մենք գովազդ դնենք, անմիջապես սկսենք լիդեր հավաքել, բայց եթե մենք ուզում ենք պարզապես այսօր աշխատել վաղվա համար, մենք կարող ենք այսօր այս ձեր Facebook-յան էջը, չէ, շատ հետաքրքիր ձևով ձևավորել եւ այն կահույքի տեսակները, որ դուք պատվերով կատարում եք, եւ նրանք, որոնք ռեստավրացիա եք անում, դա ռեստավրացիան կարելի է անել before after, այսինքն նախորդ ստացված ձեր վիճակը եւ ապա ինչպիսին եղավ ձեր ռեստավրացիայից հետո։ Տենց նկարներ ունենաք ու ձեր այս պրոֆայլը եւ մնացած տեղերը Instagram-ը այստեղ օրգանիկ լցնեք, որովհետեւ օրգանական ըստ փորձը ցույց է տալիս օրգանական առանց գովազդի, ասենք պատվերները միանգամից չեն գալիս, բայց ձեր պրոֆայլը երբ որ լցվում է ու ինֆորմացիան շատանում է, ձեր մոտ առաջանում են հետևորդներ եւ նույնպես Google-ը եւ Yandex-ը, մյուս որոնողական համակարգերն են ձեզ ճանաչում եւ արդեն մարդը որ որոնում է ռեստավրացիա, կահույքի նորոգում, աշճանաբար ձեզ էլ է տեսնում, Վարդան ջան։ Առանց TikTok-յան իմ էջս հենց այդպեսին է, որ բերում են, ասենք, քանդում եմ ու սա վիդեոն նկարահանած երաժշտության հետ, ցենց տեղադրած է նման վիդեոներ կան դեռ, քանդում եմ ամբողջ ինը հեռացնում, հետո սկսում հավաքելը։ Ու այդ մի քանի երկու րոպեանոց վիդեոյի մեջ այդքանը սա մի քանի հատ ունեմ ցենց տեղադրած արդեն։ Դուք եք նկարում այդ վիդեոները։ Ինչ։ Դուք եք նկարում վիդեոները։ Չէ, աղջիկս։ Հա, ըհը։ Աղջիկս է օգնում այդ հարցերում ճիշտն ասած։ Հրաշալի է, ուրեմն խնդրեմ Վարդան ջան, դուք ձեր այդ կոնտենտը, որը ունեք TikTok-ում, հանեք, նաև ունեցեք ձեզ մոտ, որ դրանք օգտագործենք նաև Facebook-ում, Instagram-ում։ Միանգամից պատվեր չի գալու, ավելի լավ ձեզ համար, որտեվ հիմա ձեզ անհրաժեշտ չի, բայց դուք եթե ստեղ լցնեք այդ ամեն ինչը, ստեղից էլ TikTok-ը այդքան լավ չի աշխատում որոնողականներում դեռևս։ Օրինակ ես ման եմ գալիս, TikTok չի բերում, բայց ասենք Facebook-ն, Instagram-ը աշխատում է։ Հա, ճիշտ է։ Այստեղ մի հատ բան Facebook-յան էջի մեջ մի քանի ուղում ասեմ էլի, որ անենք։ Այստեղ հասցեն գրած է Նորնուս, եկեք հստակ գրենք այնպիսի հասցե, որով մարդը հենց միանգամից կգա կհասնի տեղ։ Գիտեք թե այնպես գրել, որովհետև Նուրնուսը տենց իր ամառանոցներով մի քիչ հայտնի է, էլի շատերը գիտեն Նուրնուս։ Հա, բայց ձեր գործունեության հասցեմ, որտեղ որ մարդը կարա գա ու պատվերը գրանցի։ Եթե մենք ասած, այդ պիտի մեստապալաժենի դնեմ, որ ստեղ հասցեն դժվար է։ Չկա էլի, որ ասես այս ինչ փողոց, այս ինչ տուն, բերի ստեղ։ Հա, այսինքն ձեզ չեն կարա գանձես գտնեն։ Մեստապալաժենի պիտի լինի։ Հա, հասցե չունի, հասկանալի է։ Դեռ չկա, չունի մեստապալաժենի դնեմ։ Կա, այնտեղ մի փոքր որ տանեք ինքը արդեն բան կանի, նաստրոյկաների մեջից դուք կարողանում եք հստակ գտնեք տեղը ու մետքան դնեք իրա վրա։ Սա երևի ձեր տեկականի դասին կանցնեք հավանաբար։ Միգուցե եթե պետք լինի Վարդան ջան օգնեն մերոնք կոնկրետ այդ մետկայի տեղադրումը դնեք, որպեսզի քարտեզով երևա, թեկուզ եւ մեստապալաժե, այսինքն չկա այտենց հասցե, բայց քարտեզի վրա տեղանքը կարելի է ֆիքսել, մարդիկ կարող է որոշում են, ասենք, որոնեն եւ գան ձեզ մոտ այդ կարգով, քարտեզով, դա էլ կարող է լինի։ Կարող է ձեզ հետ միասին աշխատեն մեր աղջիկները ձեզ հետ, ում որ կուզեք, դուք կարող եք ձեր հարցը նշեք գրեք եւ կապի կարող ենք դուրս գանք ձեզ հետ։ Ուրիշ հարցեր ունենք մյուս մեր մասնակիցները, որոնք այո։ Ես կուզեի հարց տալ, էլի ես կոնտեքտի վերաբերյալ ռազմավարության, մեր ելակի ջերմոցն է, գտնվում է Հողամասը գյուղում, Շիրակի մարզի Կապս գյուղում, այդ մոտիկ տարածաշրջանում ելակի ջերմոց չկա,
վարդերի ջերմոց կա, ուրիշ, ասենք, պոմիդոր վարունգի եւ այլն։ Ելագի չունենք, հետո մեր տան մոտ այս տարի հանգստյան կոդի են կառուցում։ Դե մենք նոր ենք ելագը, դեռ չենք էլ ծածիլները տնկել, այդ սեզոնայինը չգիտեմ երբ կունենանք, բայց տարածաշրջանի պահով չկա էլի ուրիշ ելագի ջերմոցներ, որ ասենք այնտեղից ուզենանք քնելու։ Իսկ այդ քնորդներին տարիքային սերը չգիտեմ ոնց կարող է։ Ձեր գնորդներին տեսեք, ձեր ապրանքի մրցակիցները ոչ պարտադիր չի, որ հենց ջերմոց ունենան, որ մենք ասենք, որ մեծ մրցակից են։ Այսպես է, շուկայում կան խոշոր խաղացողներ, այսինքն խոշոր մրցակիցներ ու կան փոքր մրցակիցներ։ Փոքր մրցակիցներին մենք հաճախ ասում ենք շուկայի խորշում գործող ընկերություններ կամ անհատներ։ Անգամ ձեր Շիրակի մարզի, չգիտեմ, այնտեղ շուկաների անհատ վաճառողները, որոնք ելակը տարբեր տեղերից են ձեռք բերում ու բերում վաճառում են, իրանք եւս ձեզ մրցակից են համարվում։ Այո, ճիշտ է։ Պատկերացրեցիք, հա, պարտադիր չի, որ ունեն։ Ձեր առավելությունը կարա լինի, որ դուք ունեք ջերմոց։ Սա ձեր առավելությունն է, բայց ձեր առավելությունը տարբեր խաղացողների մրցակցությունից դուրս չի գցում, իրանք կան։ Ու հնարավոր է, որ իրանք ավելի լավ պայման առաջարկեն, քան դուք։ Դրա համար դուք պետք է ուսումնասիրեք, թե եթե իրանք ավելի էժան են վաճառում, երկրորդ, երրորդ ձեռք բերելով, քան դուք պետք է մի հատ վերանայեք ձեր գործունեությունը, չգիտեմ, ու ինչի է ձերը թանկ, որովհետև ավելի մեծ են, ավելի քաղցր են, քան մյուսներինը։ Սրանք պետք է դուրս բերեք ու արդարացնեք, թե ինչի պետք է ձեր ապրանքը վաճառվի տվյալ գնով, ավելի թանկ, հա, պայմանական եմ սա ասում, օրինակ եմ ասում, միգուցե ավելի էժան է։ Կամ ձեր առավելությունը կարա լինի, որ դուք էժան եք վաճառում, բայց էժանից, որպեսզի դուք հետագայում հաջողություն ունենաք, չպետք է տուժի որակը։ Նույն թանկից չպետք է տուժի որակը։ Դուք անպայման պետք է սա հաշվի առնեք, գրեք, որ ես ունեմ մրցակիցներ, օրինակ X շուկայում վաճառողները, ովքեր ձեռք են բերում մեծածախ վաճառքի կետերից, մատակարարներից, կամ, չգիտեմ, իրանց բակում են, միգուցե ոչ ջերմոցային են իրան աճացնում։ Դուք այս ամեն ինչը պետք է գրավոր ունենաք, գրեք ձեր համար, դուրս հանեք, որպեսզի ճիշտ ռազմավարություն կառուցեք, թե ինչքանով պետք է վաճառեք, օրինակի համար, որտեղ պետք է վաճառեք, ում պետք է վաճառեք։ Այս ամեն ինչը պետք է հաշվի առնեք։ Իրանց գնորդներին եւս դուք պետք է փորձեք գրավեք դեպի ձեզ։ Այս ամբողջ կոնտենտ մարքեթինգի իմաստը դրանում է կայանում, որ դուք կարողանաք շուկայի հնարավորինս մեծ մասնաբաժին ձեռք բերեք, մասնաբաժինը դա հնարավորինս մեծ գնորդներ ունենաք։ Անուշ, դուք Գյումրիում եք, չէ՞, հենց Գյումրիում։ Գյումրին 10 րոպեվա ճանապարհ է մեր գյուղը, էլի Գյումրիից, շատ մոտ է։ Հասկացա։ Այդ 10 րոպե, այսինքն այդտեղից դուք ոնց եք մտածում, ելակը ոնց եք վաճառելու, ինչ տարբերակով եք վաճառելու, եթե որովհետև ելակը շատ հարմար տարբերակով շատ են, այսինքն արտադրում հիմա, իրոք մեծացել է ելակի արտադրությունը Հայաստանում, շատերն են, բայց կարող է ձեր տարածաշրջանում ոնց եք մտածում։ Օրինակ մտածում ենք մեր մոտից կան տանեն, ոչ թե ես առաքում անեմ, այդ եմ մտածել, հետո ինչքան էլ մնա, դրանից ասենք ճիր եմ պատրաստելու, մուրաբա եմ, ջեմ եմ անելու, այնպես չէ որ մտածեմ այդ պահին ամբողջը վաճառեմ, դեռ չեմ մտածել էլի։ Հա, ճիշտ է, ուղղությունը ճիշտ է արդեն, այսինքն մի մասով ուզում եք, որ իրենք գան ձեր մոտից տանեն։ Հա, այո։ Ով կգա կտանի, մոտավորապես այդ Աննան ասում, էլի, պատկերացնենք ինչ տիպի մարդիկ կտանեն, խանութ ունեցողները, հա, թե շուկայում նստող մարդիկ, օրինակ, որ իրանք գնում են հենց ուղակի գնորդի հետ սկսում են վաճառել։ Մեծածախ լինելու թեմաները։ Այս պահին ասենք հարևան, բարեկամ, ծանոթ, մոտ խանութ, ասենք որ ծանոթ ենք այդ խանութին, իրանց կարող ենք առաջարկել,
հետագայում արդեն թե Facebook-ով, Instagram-ով այդ գովազդները որ անենք, կարող է հաճախորդ ունենանք, էլի։ Եղավ, ուրեմն Անուշ ջան, ձեզ նույնպես ես կասեմ հետևյալը։ Ձեր, նայեք, ես հիմա բացել եմ, ասենք, ձեր Facebook-ը, Մեսիսի, Կահույքի Facebook-ը, այս պահին իրանք պետքա լցվի կոնտենտով, օրգանիկ ձևով։ Լավ է, հիմա Աննան բացատրեց, որ վերջնական մենք ստանում ենք հաճախորդ, բայց քանի որ այս պահին դուք ձեր հարևան բարեկամներով եք անում, դա էլ է ձև, սկզբնական շրջանում, քանի դեռ ձեզ դա հարմար է լինում։ Հետո արդեն տեսեք, դուք բավական է այդ ձեր Facebook-յան էջը բնական share եք անում, համով, ասենք, չգիտեմ, մուրաբա։ Կամ ուրիշ, ասենք, թեմաներ։ Դուք սկսում եք share անել տարբեր կոնտենտներ ու թող գնա, օրգանիկ, սիրուն։ Օրինակ ես ասեմ, Անուշ ջան, կարող է մի հատ ուղարկեք, դուք ձեր ինչ ունեք, դուք ուղարկում եք ձեր վեբկայք, ձեր Facebook-ը, ասում եք Գայանե ջան, նայ տես ինչեր եմ ես անում։ Ու ես ուղարկի ծանոթանում եմ, սա ձեր բրենդն է։ Հետագայում գովազդով կծախեք, բայց հիմա դրեք կոնտենտ։ Դա ժամանակ է, միևնույն է, դուք այսօր որ սկսեք դնել, գոնե 2 ամիս, 3 ամիս, սա պետք գոնե։ Եթե դուք ուզենաք ռեալնի հաճախորդներին արդեն սկսեք ներգրավել։ Այո։ Ես դրա համար ուզում եմ ասեմ, որ պետքա այդ լցնենք այսօր։ Արի հացնից փոքր հանձնարարություն անենք, հիմա փորձենք յուրաքանչյուրս մեր բրենդից կամ ապրանքից ելնելով, հիմա 10-15 րոպեի ընթացքում կազմենք տեքստային կոնտենտի օրինակ ու շեյր անենք Telegram-ում։ Ովքեր ունեն իրենց ապրանքի նկարներից, կարող ենք նաև վիզուալ կոնտենտի տարբերակով, վիզուալ պլյուս տեքստային տարբերակով շեյր անենք։ Հիմա 10-15 րոպե մի հատ փորձենք բոլորս այսպեսի ինչ-որ մի բան ստեղծենք, վաճառող, ժամանցային, ինֆորմատիվ, ինչ-որ մի տեսակով, բայց անպայման վերևում գրեք ինֆորմատիվ կոնտենտ ու տակը արդեն շարադրանքը լինի, որպեսզի մենք հասկանանք դուք հստակ յուրացրել եք, թե որն է ինֆորմատիվը, որն է վաճառողը։ Արդեն իրա վրա քննարկում կիրականացնենք։ Մենք Վարդանի TikTok-ն էի նայում, շատ լավ էր Վարդան ջան, փորձեք ձեր TikTok-ից դուք եք, հա, գրուպի մեջ ա դրել Վարդանը։ Երևաց։ Վարդան ջան, կարող եք դուք այդտեղից որևէ մի հատ վիդեո քաշել ձեր համակարգի մեջ։ Հեռախոսից մեջ էլ ունեմ, այս մեկի մեջ մանրից։ Եղավ, ձեր Facebook-ում եւ Instagram-ում տեղադրեք համապատասխան տեքստային բացատրություններով։ Կարող եք դուք տեղադրեք, այդպես նայենք։ Ոմանք էլ կարող են ուղարկեն գրուպում, այդպես նայենք, հետո տեղադրեն։ Հիմա 15 րոպե ժամանակ, որպեսզի մենք բոլորս մի բան պատրաստենք կամ գրուպում share անենք, բոլորս տեսնենք, կամ ձեր արդեն Facebook-ում կամ Instagram-ում տեղադրեք, նայենք։ Սա հիմա այսօր նայում ենք, երբ ձեր մոտ երևում է, ինքը վիդեո կոնտենտի, հենց վիդեո կոնտենտ է ինքը։ Վիդեո կոնտենտ է, այո։ Վիդեո կոնտենտը համադրած արդեն տեքստային կոնտենտի հետ, որտեղ կա տեքստ, ու կա վիդեո, ինքը վիդեո և տեքստային կոնտենտի համադրություն է։ Պատրաստի է։ Հարցակը ճիշտ կտկացա, որտեղ TikTok-ում է ինքը շատ ակտուալ, TikTok-ում, Instagram-ի Reels-ներում ու YouTube Short-երում կարաք տեղադրեք նման ֆորմատի վիդեոները։ Այսինքն 3 կանալ արդեն ասեցի, որտեղ կարող եք տեղադրել։ Վարդանը կարող է այս վիդեոն հիմա Instagram տեղադրի և կարող է նաև Facebook-ի մեջ Reel անի։ Facebook-ում, այ, ապսենց անեմ, հանգարեմ։ Մի հատ էլ եմ տեղադրել, այդ կարգի էլ եմ սարքել, նկարները թերթելով, սենց հերթով անցնում ես։ Աննա ջան, տեքստայինը ավելի լավ է հակիր, չկարճ, ավելի հետաքրքիր է գրելը, կախված որ տարբերակով եք տեղադրում, սովորաբար վաճառող տեքստերը ցանկալի է, որ լինեն լակոնիկ, կարճ ու հասկանալի, այսինքն առանց բարդ տերմինոլոգիայի օգտագործման,
Եթե դուք կարողանում եք ինչքան կարճ շարադրեք ու հասկանալի շարադրեք, որը որ կդրդի գործողության, դա ավելի նախընտրելի է։ Շնորհակալություն։ Հիմա այստեղ տեսնում ենք կոմերցիոն, ինֆորմացիոն, ժամանցային, այս TikTok-ի, ասենք, կոնկրետ ոճը կլինի ավելի շատ, օրինակ այն առաջինը, ինձ թվում է կլինի ինֆորմացիոն, չէ՞ Աննա։ Ասենք before after, այսինքն ինֆորմացիա այս ինչպես է ինքը ռեստավրացիա անում մեկ կահույքը։ Ինքը կարա լինի եւ ինֆորմացիոն, ես այնտեղ մինչեւ վերջ չնայեցի, եւ կոմերցիոն։ Այսինքն տրամադրում ես ինֆորմացիա, ցույց ես տալիս ինչ արեցի, ու դրդում ես արդեն, միտք ես տալիս, որ դու եւս կարաս ունենաս դրանի։ Ինքը կարա լինի եւ ինֆորմացիոն վաճառողի համադրություն։ Դե ինֆորմացիոն կոնտենտն է տալիս ենք, որ բերենք կոմերցիայի։ Դրանից հետո եթե նայենք Աննա, մյուս կոնտենտը էլի մի նույնպես ասենք ինֆորմացիոն եւ նո այսպես թեթևակի ասած ինֆորմացիոն եւ ներգրավող ոնց որ բան ունի էլի որովհետեւ վերջում գրված համարն է գրած այն մյուսը ուզում եմ ասեմ որ մենք սկսում ենք հասկանալ սրանք ինչ տիպի են կոմերցիոնները հիմնականում պետք է լինեն գնով այսինքն գրված է գինը եւ պատվիրելու հնարավորություն է տրված սրանք առաջարկ է ենթադրում իրանի այո դա կարա լինի տոն օրերին նոր տարվա հետ կապված միամսյակի հետ կապված չգիտեմ տարբեր տոներին կամ առանց տոնի ինչ որ առանց առիթների կարա լինեն հստակ առաջարկներ ակցիաներ հրապարակված կամ հստակ վաճառքի դրդող գնեք այո այս տեսակները Աննա ջան այո այնց հասկանանք որ կարողանանք հիմա արդեն կոնտենտը տեքստային գրելուց հաշվի առնենք սրանցից որին ենք մենք պատկանում Հիմա որ գրեն իրանք ինչ ոճի են գրել, իրանց վրա կքննարկենք, արդյոք դա համապատասխանում էր, թե չէ, ու իրա վրա արդեն քննարկում կծավալենք ավելի հետաքրքիր կներա։ Ու հասկանալի է կլինի օրինակների վրա։ Շատ լավ, դե մենք ունենք 10 րոպե, 5 րոպե խոսեցինք, բայց դեռ 10 րոպե ունենք։ Սպասում ենք կոնտենտի, տեքստային կոնտենտի տեսակին։ Այդ տեքստային կոնտենտը, մինչև մենք խոսում ենք դուք գրեք, նաև կարող ենք օգտագործել ձեր, ասենք, Facebook-ի, Instagram-ի about page-ում, about հատվածում նույնպես, այսինքն մեր մասինի մեջ էլ կարող լինի, որտեղ կան Facebook-ներ, որ մենք նոր բացեցինք, բայց դեռ մեր մասին չունեն։ Կարող է լինի այդ հատվածում, ինչպես նաև կարող է լինի մենք պոստի տեսքով, ասենք տեղադրենք նկարով եւ այլն, այսինքն քանի որ նոր ենք բացել, ծանոթացնում ենք, այսինքն զուտ ծանոթացնող ոնց որ Ցանկացած ինֆորմացիա, որ ինչ որ միտեղ ինքը հրապարակվում է ընկերության մասին, ինքը արդեն համարվում է content պետք է ու տվյալ հատվածի, տվյալ տեղի համապատասխան կոնտենտը մշակվի։ Ես ուզեմ իմանամ մյուս մեր մասնակիցները Միլենան, Արտակը, Լուսին, Դարա, Տերեզա, Անանյա, բոլորս անում ենք, չէ՞, որտեղ չենք իմանում։ Այո, ճիշտ է, ասած հիմա մշակման փուլում եմ ես։ Եղավ։ Շնորհակալ եմ արձագանքի համար։ Սպասում ենք։ Եղավ։